Բարի վերադարձ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ շատ հետաքրքիր ներկայացման մասին ենք հիմա զրուցելու, ինչպես չամուսնանալ։ Էքսցենտրիկ կատակերգություն մեկ շնչով։ Ինչ խորամանկությունների ասես մայրը պատրաստ չէ, որ դուստրը վերջապես ամուսնանա, իսկ դուստրը հակառակը հետ չի մնում եւ պատրաստ է ամեն ինչի իր ազատությունն ու անկախությունը պահպանելու համար։ Մայր եւ դուստր համառորեն պայքարելով իրենց նպատակների համար յուրաքանչյուր քայլով միայն ավելի են խճճում իրավիճակը։ Իսկ ամեն փորձ այն շտկելու հանգեցնում է նրան, որ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից։ Այո, եւս մեկ շատ գեղեցիկ իրադարձություն է սպասվում բոլորիս, եւ այս առիթով մեր տաղավարում են բեմադրիչ Գոհար Փոքրիկյանը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհիներ Լարիսա Ղևոնդյանն ու Հասմիկ Մխիթարյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Ինչպես չամուսնանալ։ Ինչպես չամուսնանալ։ Այո։ Հասմիկ, երևի դու պատասխանես, որովհետև դու ես տալիս այդ հարցի պատասխանը ներկայացման մեջ։ Շատ լավ։ Առհասարակ պետք է ամուսնանալ, որովհետև իհարկե պետք է ընտանիք ունենալ, պետք է երջանիկ լինել, բայց ինչպես չամուսնանալ խնդիրներով, չամուսնանալ չլուծված խնդիրներով, չամուսնանալ ուղղակի ամուսնանալու համար, նրա համար, որ ծնողները ստիպում են, որ պետք է ամուսնանալ, որովհետև ժամանակն է, չամուսնանալ, որովհետև այդպես է ժամանակահատվածը, շրջապատը դա է քեզանից սպասում, չամուսնանալ այդպես, բայց ամուսնանալ կայուն Եվ արդեն ինքդ քեզ գտած, ինքդ քեզ ճանաչած, պատրաստ ամեն ինչի եւ կարծում եմ պատասխանատու վիճակում։ Բայց այս ընտանիքում դա մի քիչ անհավանական է, որովհետեւ նրանք մայր եւ աղջիկ այնքան խնդիրներ ունեն ու հենց ներկայացման ընթացքում էլ ստեղծում են այդ խնդիրները։ Վարկյանը մեկ մի խնդիր է առաջանում, որովհետեւ մայրն ու աղջիկը այդպիսին են։ Շատ լավ, ես ոնց հասկացա, Լարա, դուք մայրն եք։ Մայրն, այո։ Եվ այդ հարցին ձեր պատասխանը ինչպես չամուսնանալու։ Հայ, ասեմ։ Հասմիկը ճիշտ ասեց, պետք է ամուսնանալ, պետք է երջանիկ լինել։ Ուղղակի այն մեթոդը, որը առաջարկում է մայրը, ես համարում եմ սխալ։ Ամեն կերպ ավանտյուրաներով, սուտ խոսելով, հնարելով, հորինելով փեսացուներին, իհարկե դա սխալ է, բայց մայրը շատ է ուզում, որ աղջիկը ամուսնանա։ Եվ ընկնում են տարբեր պատմությունների մեջ իրար խափելով, կարևորագույն մի խնդիր, որ փեսացու չկա, որ ամուսնանա։ Չկա ոչ մեկ։ Ուղղակի ցանկությունն է շատ մեծ մայրի, չել ունեցել, հասկանում եք, մի շատ բարդ ընտանիք է։ Խառն են։ Խառն է, այո, եւ ներկայացումը իրենց պես խառն է։ Անընդհատ մի նոր բան է դուրս գալիս։ Ծնվում։ Բեմադրման առումով ինչեր կան, ինչ հետաքրքիր լուծումներ կան այս իրավիճակի համար, այո։ Ինչու հենց այս պիեսը, երևի թե նրա համար, որ հանդիսատեսը գա եւ այդ 1 ժամով կտրվի իր առօրյա բոլոր տեսակի հոգսերից եւ մտնի մեր ներկայացման այս աժոտաժի մեջ եւ ինքն էլ մտածի ինչպես չամուսնանալ կամ եթե ամուսնանալ, ինչպես ամուսնանալ։ Պիեսը ընտրվել է, որովհետև ինքը շատ հետաքրքիր լուծումներով, շատ հետաքրքիր հանգուցալուծմամբ, փոխհարաբերություններով պիես է, հեղինակն է ինձ համար շատ հետաքրքիր, այսինքն պիեսը ընտրելուց առաջնորդվել եմ, որ հենց Միխայել Խեյֆեցի գործերից որևէ մեկը բեմադրեմ, իսկ ինչու հենց այս պիեսը, հենց միայն նրա համար, որ ուղղակի կտրվենք առօրյայից եւ լիաթոք ծիծաղենք։ Շատ լավ, դերասանների ընտրությունը մի քիչ խոսենք, որովհետեւ տաղանդավոր մարդիկ են հավաքված, ինչպես եղավ, թե արդեն նախքան պիեսը արդեն գիտեիք ովքեր են լինելու, թե պիեսի կերպարների հետ փորձեցիք իրենց համահունչ դարձնել։ Եթե գաք ու տեսնեք ներկայացումը, ապա միանշանակ համաձայն կլինեք դերասանների ընտրության հետ, որովհետև երբ որ պիեսը կարդում ես ու ունես արդեն ծանոթ դերասաններ եւ կարող ես ընտրել իրենց միջից, պիեսը կարդալու առաջին տողերից արդեն ինձ համար պարզ էին թե ովքեր են խաղալու, քանի որ գիտեի, որ Պարոնյան թատրոնում է բեմադրությունը լինելու, այսինքն ընտրությունը պիտի հենց այս թատրոնի դերասանուհիների մեջ կատարվեր եւ ընտրությունը կատարվեց, բաշխվեց այսպես, որ Լարիսան հրաշալիորեն մարմնավորեց մոր կերպարը եւ Հասմիկը նույն կերպ հրաշալիորեն մարմնավորեց աղջկա կերպարը։ Կերպարները երկուսն են, թե
Կերպարները երկուսն են, բայց այնտեղ շատ-շատերի մասին է խոսվում, փեսացուների, որոնք այդպես էլ չեն հայտնվում, որովհետև այսպես ասեմ, գաղտնիք բացեմ, եթե նույնիսկ հայտնվեին, իրենք շատ շուտ կկորեին, կփախնեին ուղղակի այս բնակարանից, այս մոր ու աղջկա փոխհարաբերությունների մեջ ուղղակի դիմանալ հնարավոր չի, եւ մեկ-մեկ երբ որ ես կտրվում եմ արդեն երբ որ արդեն անցել ենք միզանսցեն դնելու եւ փոխհարաբերությունները բարձելու շրջանը, մեկ-մեկ որ այսպես կողքից նայում եմ, այնքան եմ խղճում այս աղջկան, որովհետեւ իր օրը սկսվում է մոր պահանջով ամուսնանալ եւ օրը ավարտվում է հենց այդ նույն պահանջով ամուսնանալ։ Ով է ավելի համառ վերջում գտնվում։ Համառությամբ իրար չեն հիջում։ Այդտեղ չկա տարբերություն է վերջում այր ասում է։ Այսքան էլ իրար նման։ Այսքան հիմար եւ այսքան իրար նման։ Իսկ այն գործողությունը, որը կատարվում է եւ թեման, հա, արդյոք այսօր մեր իրականության մեջ կա։ Կազմում եմ կա, շատ հետաքրքիր է եւ աղջիկների համար եւ տղաների թող կան նաեւ։ Այսինքն թեման բավականին արդիական է։ Նաեւ ծնողների համար։ Ինչպես պետք չէ որ աղջիկը ամուսնանա։ Եվ հետաքրքիր է նշեցիք, որ կերպարի հետ համաձայն չեք, ինքը սխալ է վարվում եւ այլն եւ այլն։ Ինձ հետաքրքիր է նման կերպարը մարմնավորելը ձեզ համար ավելի բարդ է, ավելի թեթև է, թե տարբերություն չկա, դուք իր հետ համաձայն եք թե ոչ։ Չէ, կերպարի հետ ես կարող եմ համաձայն չլինել, բայց ես դերասանուհի եմ, ես պետք է մտնեմ այդ կերպարի մեջ։ Չէ, ես արդեն հասկացա ով է այդ կինը, ինչ տեսակ է, ինչի համար է այս աղջիկը այդ վիճակում, դե ամեն ինչը մտածում ես, հասկանում ես, քիչ կամած եւ գալիս է ինչ որ մի կետի այդ ամենը, դե կարծում եմ ինչ որ բան ստացվեց։ Իսկ համագործակցությունը հեշտ է ստացվում, փորձերը հարթ են անցնում, այո, շատ հեշտ։ Նախ Հասմիկի հետ մենք գործընկերներ ենք, արդեն ունենք մի ներկայացում։ Հասմիկին ես շատ եմ հավանում եւ որպես մարդ եւ որպես դերասանուհի, դրա համար ես խնդիր չունեի։ Շատ հանգիստ, Գոհարի հետ էլ շատ հանգիստ, շատ ինչ ասեմ, լավ մթնոլորտ էր, ազատ ստեղծագործական լարվածություն չկա, դա գալիս էր նաեւ Գոհարից։ Աշխատել ենք հանուն ներկայացման, աշխատել ենք բոլորս մի ուղղությամբ է եղել մեր աշխատանքը եւ նպատակը մեկն է եղել բոլորիս համար, որ ունենանք լավ ներկայացում։ Իրար լսելով, իրար հետ զրուցելով, Գոհարս ինքան լավ է։ Մեզ դիմանալով։ Շատ լավ, այս մեզ դիմանալով, եկեք ինքնուրույնպես բառից կարճենք, որովհետև ինձ հետաքրքիր է, երբ է հեշտ աշխատել, երբ ռեժիսորը տղամարդ է, թե երբ ռեժիսորը կին է։ Նույնը ռեժիսորն եմ հարց տալիս, երբ դերասանուհին են, թե դերասաններ են։ Գիտեք, ինձ թվում է կապ չունի տղամարդ թե կին, դա մի քիչ մարդուց է գալիս։ Ինչի չկան կանայք ռեժիսորներ, որոնք, չգիտեմ, ռեժիմ ունեն, դեսպոտ են, կա, ուղղակի Գոհարը այդ տեսակը չի։ Գոհարը շատ հանգիստ, ինքը իրան ասելով, առաջ տանելով, բայց առանց վեճերի, առանց ինչ-որ խնդիրների, դե հիմա։ Իսկ այս երակը, որ ձևավորվել է հենց կանայք, այսինքն առանց տղամարդ կան։ Մենք քարյակ ենք, որովհետև մեր նկարչուհին Աննան ցավոք այսինքն կարողացան ամեն դեպքում կանանցով եք հավաքվել ներկայացումը ստեղծում, դա բարդ է, հեշտ է, լավ է, վատ է, ամեն դեպքում ոնց հասկանում եմ թեման տղամարդիկ են եւ թեմայում միևնույն է տղամարդիկ կան։ Տղամարդիկ եւ տղամարդկանց ստեղծած խնդիրները մեր դեպքում, որովհետեւ դե կանայք ընդհանրապես խնդիրներ չեն բացարձակ փորձում են լուծել այդ խնդիրները։ Ստեղծում են խնդիրներ, որոնք լուծում են տղամարդիկ։ Որոնց մասին խոսում են կանայք։ Կամ ստեղծում են խնդիրներ, որոնք անլուծելի են նույնիսկ տղամարդկանց համար։ Դե դա պատմական փաստ է եւ իրականություն։ Շատ լավ, ներկայացումը մի շնչով է գնում։ Այո, մի շնչով է գնում, բավականին դինամիկ, հետաքրքիր իրադարձություններով, հաստատ չեք հասցնի ձանձրանալ ու հետաքրքիր կներվի։ Իրադարձությունները այնքան արագ են մեկը մյուսին հաջորդում եւ մի տեսարանում թվում է թե աղջիկը արդեն հաղթում է եւ թվում է թե արդեն մայրը վայր կդնի իր զենքերը, մեկ էլ հանկարծ կես շունչ հետո մենք հասկանում ենք, որ մայրը ունի մեկ այլ ծրագիր, որի առաջ
գուցե եւ Պլան B. ծնկի գա աղջիկը։ Առաջինը չի, ծնվում է։ Վարքյանական այո, եւ հետո այնպես է խճճվում, որ նույնիսկ իրենք չեն հասկանում, թե ինչպես A կետից հասան B կետ, եւ եթե հետ են նայում, ապա չեն գտնում այդ նույն ճանապարհը կամ գուցե ուրիշ ճանապարհ, որ նորից գնան իրենց սկզբնակետը։ Շատ խառը, շատ հետաքրքիր ու դինամիկ պիես էր ինքը, չգովեմ ներկայացումը, որից կարողացանք մենք կարծում եմ, որ ոչ պակաս հետաքրքիր աշխատանք բեմադրություն ստանալ։ Պրեմիերան Ապրիլի 25-ին, ապրիլի 26-ին, 20:00-ին Երվանդ Ղազանյան թատերասրահում Պարոնյան թատրոնում։ Ահա, եւ ինձ հետաքրքիր է դուք կերպարի հետ համաձայն եք, հաշտ եք, իրական կյանքում ոնց կվարվեք, եթե լինեք նման իրավիճակում։ Աստված տա իրականում այդպիսի սիտուացիայում չհայտնվեմ ու ոչ մեկը չհայտնվի, որովհետեւ որ դուք տեսնեք մաման ինչեր անում է աղջիկա գլխին։ Բայց այս աղջիկն էլ պակասը չի, այդ դրա հետ համաձայն եմ, որ պետք չէ գլուխը կախ լռել եւ ինքնազոհողությունների գնալ։ Ես ամուսնացած չեմ, որովհետեւ չեմ գնում դեռ զոհողություն։ Այդ առումով համաձայն եմ, որ այո, ինքն էլ կարող է միշտ պատասխան հարվածներ ունենալ։ Ամեն դեպքում։ Հետաքրքիր է։ Ներկայացումը հանդիսատեսը, հա, տարիքային սահմանափակում կա, թե բոլորի համար է նախատեսված։ Կարծում 16-ից բարձր արդեն 16-ից ցածրներն էլ կարող են նայել, հա, կարող են նայել այդպես։ մանկական Սովորելու բան, որ հետո հասկանան ինչպես չամուսնան։ Շատ լավ, մենք ձեզ մաղթում ենք հաջողություն, ինչպես ասում են թատերական լեզվով, նիպուխը նիպիրա, զբոգը։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սարգոն կարմիր ճորգինին, որպեսզի պրեմիերայից հետո 4 կանանցով բացեք, վայելեք եւ իհարկե շնորհավոր ասեք, որպեսզի հաջորդ աշխատանքը նույնպես արդեն նախագծվի։ Սա ձեզ եւ ուզում եմ նաեւ նվիրել ձեզ արև բացիկները, որտեղ ներառված են հայտնի երգերից կամ բանաստեղծություններից ֆրազներ, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, կամ ծաղիկների, կամ նվերների, կամ պարզապես նվիրելու։ Առաջինը նվիրում եմ ձեզ Հայկոյի երգից, որտեղ բառերը հետեւյալն են. ամենաառաջինը ով ինձ զգում ես, երկրորդը իհարկե Մանասերյան, աշխարհում սիրեցի քեզ միայն, երրորդը նորից, չէ, երրորդը Սաֆարյան, քո ճամփի արահետները ինձ ծանոթ, նորից բերում են քեզ ինձ մոտ, իսկ չորրորդ բացիկը կպահեմ ինձ։ Դա ձեզ դուք որոշեք թե եք գալիս, այնպես որ շնորհակալ ենք ձեզ եւ մաղթում ենք հաջողություններ։ Շնորհակալություն։ Եվ ինչպես չամուսնանալ չսիրելով, ինչպես ամուսնանալ սիրելով։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։